լավատեսությունը երկարակեցության ճանապարհն է։ Համարում եմ այո, որովհետև գիտեք ինչ կա, անընդհատ դժգոհելով, թնթորալով, բողոքելով ոչինչ չի դուրս գա։ Մեր շրջանում մի տեղ կա, քարակիտուկ կոչվում։ Այդ քարակիտուկը Քարիկույտ, հա, քարակիտուկ, քարիկույտ ոնց որ։ Քարիկույտ։ Հա, այդտեղ մի հատված ա եղել ճանապարհի շատ քարոտ, սայլերը դժվար են անցնելիս եղել։ Դե ժամանակ տեխնիկա չի եղել, որ այդ տեխնիկան օգտագործեն, եւ հետո մի խելոք մարդ ասելա ժողովուրդ, բերեք ամենքս մի քար ստեղից գցենք այնտեղ, ժամանակի ընթացքում գործելուց հեշտանալու է։ Եվ հետո հիմա այդ քարակիտուկը չկա, անունը կա, բայց չկա, բայց ես այդ տեսել եմ։ Երկու մեծ կույտեր էին, հերվից որ նայում էին, ոնց որ փոքրիկ բուրգեր լինեին, ու մարդիկ այդ ճանապարհը այդ ձևով բացել են, էլի։ Հիմա ամեն ինչից դժգոհել, թնթորալ, բողոքել, ես չեմ համարում, որ դա ճիշտ բան է, մենք պետք է մտածենք, ամը մեկս մի մոմ վառենք, ամը մեկս մի քար։ Հա, մի փոքր քար գցենք, էլի։ Ես հիմա իմ առաքելությունը տեսնում եմ հատկապես հիմա դրանում, այնպես որ համարում եմ, որ միջև վերջի պահը պետք է ապրել, եթե այդ կյանքը տրված է։ Հրաշալի եք մտածում, առաջադեմ, լուսավոր։ Ես էլ շատ ուրախ եմ, որ ձեզ ճանաչեցի, հիմա գիտեմ, որ Բերթավանում մի աստղ կա։ Ցավալիորեն մենք պատմության դասերը չենք սովորում, կա հանրահայտ ասույթ այն մասին, որ պատմության դասը միակ դասն է, որը մարդիկ չեն սովորում։ Այսինքն դա դաս է, բայց ոչ մեկը չի սովորում այդ դասը։ Ցավոք։ Դրա համար էլ մենք ձախողումներ ունենում ենք ցավալիորեն, եւ ես պետք է ասեմ, որ ընդհանրապես մենք պետք է մտածենք ոչ թե նրա մասին, որ ադրբեջանցիները պետք է խելոքանան, քաղաքագիր դառնան, նրանց հետ մեր հարաբերությունները քաղաքակրթության հարթակ տեղափոխվի, այլ մենք պետք է սովորենք ապրել այն միջավայրում, որը կա։ Օրինակ շատ հաղորդումներ եմ ես դիտել, մարդիկ կան միայնակ գնում են Աֆրիկյան այդ հայտնի արքելանոցները եւ առյուծների միջին ապրում են։ Այսինքն նրանք սովորում են ոնց կարելի է առյուծների մեջ ապրել իրեն անվնաս պահելով։ Այսինքն նրանց բարքերը, սովորույթները եւ այլը ամեն ինչ ուսումնասիրում են եւ կարողանում են այնտեղ գոյատևել։ Դժվար բան եք ասում վիճահարույց։ Կարդալով չեն հայրենասեր դառնում։ Մարդու մեջ էության մեջ պետք է լինի, եթե կենթանական աշխարհին նայում ենք, իր տարածքը պաշտպանելու բնազդ կա։ Մենք այդ բնազդը մեկ մարդու մեջ չեր կա, որովհետև մենք կենթանական աշխարհի ներկայացուցիչ չենք, էլի, բարձրակարգ։ Եվ պետք է այնց անել, որ մարդը մտածի, որ լավ գյուղ, լավ հայրենիք ունենալու համար պետք է մի քիչ տառապանքների բեռ վերցնես վրադ։ Եթե դու մենակ մտածում ես վայելքի մասին, այդ դեպքում ստացվում է, որ Ֆրանսիան լավ երկիր է ապրելու, Ամերիկան հնարավորությունների երկիր է, եւ այլը, Հոլանդիան հանդարտ երկիր է։ Այդ ձև չպետք է մտածենք, մենք պետք է մտածենք, որ յուրաքանչյուրս ինչ հնարավոր է մեր ձեռից եկածը անենք, որպեսզի այս երկիրը դառնա այն երկիրը, ինչը իսկապես երազանքի երկիր պետք է լինի։ Ճանապարհին դուք մի հետաքրքիր դիտարկում արեցիք պատմության մասին, պատմությունը որպես գիտություն, որպես առարկա, ուզում եմ նաև ունկնդիրների համար ասեք, դժվար գործ է պատմություն դասավանդելը, ճիշտը, սխալը, մենք էլ պատմական շրջանում ենք ապրում, ինչ եք կարծում։ Ես այն կարծիքին եմ, որ պատմությունը կարելի ասել սուտ է, բայց անհրաժեշտ սուտ է, էլի, որովհետև գիտեք ինչ կա, հիմա հաճախ մտածում են, ասում են պետք է պատմություն իմանաս, որ հայրենասեր լինես, հիմա դե կարելի է կարծել, ասենք այն հին ժամանակներում ոչ մեկը գիրք չէր կարդում կամ գրքեր էլ չկային, բայց հայրենասեր էին, էլի, դա մի քիչ ուրիշ բան է։ Դուք ինձ ասացիք, որ դասավանդել եք խորհրդային տարիներին նաև հայ-ադրբեջանական դպրոցում, վերադառնալով նախորդ հարցին, պատմությունը վիճահարույց դրվագներ ունի, ընկալումների կողմենու, արդյոք այդ իմաստով դժվար չէր եւ ընթացքում էլ դժվար չի եղել։ Վիճահարույց հանգամանքները, պատմության իրադարձությունները երեխաներին ներկայացնելու հարցում։ Հայ-ադրբեջանական դպրոցում ես հայկական սեկտորում եմ դասավանդել, բայց ադրբեջանցի ընկերներ էլ ունեի, որոնք ադրբեջանական դպրոցում էին դասավանդում, բնականաբար եթե մենք եղածի վրա ինչ-որ բաներ ավելացնում ենք, այդ ձևի ակեղծում պատմությունը, նրանք չունեցածն են ստեղծում,
այ էտա խնդրահարույց է դա որ այդ մարդիկ պատմություն չունին, բայց հորինում են էլի։ Ինչ որ միտեղ հոգեբանորեն նրանց կարելի է հասկանալ, որովհետև նրանք ուզում են ցույց տան աշխարհին, որ իրանք կայացած ժողովուրդ են եւ հետո եղել է այդ թուրք-սելջուկյան մշակույթ քաղաքակրթություն իրանց պատկերացմամբ եւ նույնիսկ հասել են ծայրահեղ բաների, օրինակ վերջերս լսեցի, որ ասում է Կրեմլի կառուցող ճարտարապետը ազգանունը եղել է Քերիմլի, ադրբեջանցի է եղել, ուղղակի ծիծաղահարություն, ճիշտ այնպես, ինչպես ասենք ես որ ունեմ 1.67 հասակ, հանկարծ ներկայանամ ասեմ իմ հասակը 1.95 սանտիմետր է, դա արդեն ծաղր է դառնում էլի, ես ինքս ակնհայտ փաստ է։ Նա կեցեվիա, բայց ասեմ այնուամենայնիվ ես ապրելով այդ սահմանամերձ գյուղում, նաև շփվելով ադրբեջանցիների հետ, ես այն կարծիքին եմ, որ ուսումնասիրելով մեր գյուղի պատմությունը եկել եմ այն եզրակացության, որ բոլոր ժամանակներում ադրբեջանցիները իրանց եկամտի աղբյուրներից մեկը հաշվել են հարևանների հաշվին ապրելը, թալանելը ավելի ճիշտ։ Եվ հատկապես անաստապահ ժողովուրդներով նրանք անաստապահության ոլորտում են այդ բաներն, գողություններ են արել, բայց վերջերս ես համոզվեցի այն բանում, որ այդ ապրանք տվողները եղել են մեր գյուղացի մարդիկ, այսինքն բերթամանցիներ են, որոնք համագործակցել են այդ ադրբեջանցիների հետ, անասնագողերի հետ։ Եվ հանձնել են, էլի կովեր, ոչխարներ, այծեր եւ այլը։ Բայց ես այդպիսի դեպք չեմ հիշում եւ ոչ մեկն էլ մեր գյուղում չի կարող հիշել, որ ադրբեջանին գոնե մի ոչխար անցակացրել մեր կողմը, իրանցից անցկացրի մեր կողմը, այդպիսի բան չկա։ Այնպես որ Թշնամին մնում է թշնամի, բայց որոշ բաներ պետքա ուսումնասիրել եւ օբյեկտիվ լինել։ Օբյեկտիվ ձևով գնահատել եւ հետո մտածել ինչը կարող ենք մենք սովորել նաեւ թշնամիներից։ Հիշենք նաեւ պատմությունից, որ Պետրոս առաջինը, Պետրոս մեծը, երբ որ շվեդների դեմ պատերազմում մի քանի ճակատամարտերում պարտություն կրեց, նա ասավ շվեդները իմ ուսուցիչներն են։ Որովհետև այդ պարտություններից ինքը սկսեց եզրակացություններ անել, թե ինչն է պակասում, որ ռուսները կայանան հաղթանակեն։ Անհատական մակարդակում էլ, չէ՞, մեզ ավելի շատ վնաս տված մարդիկ կամ նեղացրած կամ ջղայնացրած մարդիկ, եթե վերլուծենք, օբյեկտիվ հայացքով վերլուծենք, կտեսնենք, որ այնուամենայնիվ դրանք ձախողումներ չեն, դրանք դասեր են։ Դուք ինձ անընդհատ ուզեցիք շտկեք, ուղեք, դա սովորաբար ուսուցիչներին բնորոշ է, ինքս էլ մանկավարժ երեխա եմ, գիտեմ, որ այդպիսի նրբություններ կան, ձեր մասին պատմեք, քանի տարի եք դպրոցում աշխատել։ Ուրեմն սովորել եմ Բերթավանի միջնակարգ դպրոցում, ավարտել եմ, ընդունվել Երևանի պետական համալսարան։ Համալսարանը ավարտել եմ պատմաբան ազգագրագետի մասնագիտությամբ, բայց ինչպես է ժամանակ ընդունված էր դպրոց եմ մտել դասավանդել պատմություն առարկա, պատմություն եւ հասարակություն առարկա։